Բարի օր, եթերում օրակարգն է։ Նախ սահմանի մասին լուրեր, Պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի տարածած հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իբր ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ։ Ադրբեջանն այս կեղծ հաղորդագրությանը նաև անհաջող բեմադրված տեսագրություն է գծել։ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ սա տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիքն է։ Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Թբիլիսիից առևանգված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիին, իսկ Վրաստանին հորդորել է միջադեպի առնչությամբ հետաքննություն սկսել։ Ավելի վաղ լրագրողի առևանգումը դատապարտել էր նաև Amnesty International կազմակերպությունը։ Միջադեպը բողոքի ալիք է բարձրացրել Վրաստանում։ Ադրբեջանի դատարանը առևանգված Ախվան Մուխտարլիին ձերբակալելուց հետո 3 ամսով կալանքի է ենթարկել։ Միացյալ Նահանգներ Եվրոպա դիմակայությունը ռազմական գործակցության ոլորտից տեղափոխվել է բնապահպանական դաշտ կլիմայի հարցով Փարիզյան հանձնաժողովից դուրս գալու նախագահ Թրամփի որոշումը հիասթափեցրել է հին աշխարհի առաջնորդներին։ Դժգոհություն է հայտնել նաև ՄԱԿ-ը։ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Փարիզյան համաձայնագրից, հայտարարել է Դոնալդ Թրամփը Սպիտակ տան վարդերի այգում։ ԱՄՆ նախագահը համոզված է, որ դա անում է հօգուտ իր ժողովրդի։ Ամերիկան և նրա քաղաքացիներին պաշտպանելու իմ պարտականությունը կատարելու նպատակով որոշել եմ, որ Միացյալ Նահանգները պետք է դուրս գա կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից։ Միաժամանակ Թրամփն ասել է, որ ԱՄՆ կարող է վերականգնել ստորագրությունն այդ փաստաթղթի տակ, միայն եթե իր երկրի համար արդար պայմաններ առաջարկվեն։ Այդ նպատակով Սպիտակ տան ղեկավարը պատրաստ է բանակցություններ սկսել։ Սակայն Թրամփի հայտարարության առաջին մասն արդեն մեծ հիասթափություն է առաջացրել։ Աշխարհի գրեթե բոլոր խոշոր տերությունների ղեկավարները, նաև ՄԱԿ-ը, խիստ դժգոհ են Թրամփի որոշումից։ Je prends note de la décision du président américain. Կարծում եմ, որ Թրամփը սխալ է գործել ոչ միայն իր երկրի և ժողովրդի ապագայի, այլև ամբողջ մոլորակի ապագայի համար։ ՄԱԿ-ը համարում է, որ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը քայլ հետ է ջերմոցային գազերի արտանետումների դեմ ընդհանուր պայքարում։ Փարիզյան պակտից Միացյալ Նահանգների դուրս գալու որոշումը մեծ հիասթափություն է և ետքայլ մթնոլորտը մաքուր պահելու գլոբալ պայքարում։ Ափսոսանք և հիասթափություն են հայտնել Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան։ Այդ երկրների ղեկավարները կոչ են արել համախմբվել այնպիսի քաղաքականության շուրջ, որը կփրկի երկիր մոլորակը։ Լուսինե Կոշեցյան, օրակարգ։ Շարունակում ենք միջազգային լրահոսը։ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում բռնարարքի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ։ Զինված անձը մտել է հյուրանոցի տարածքում գտնվող խաղատուն, կրակ բացել ու հրկիզել խաղասրահները։ Գրեթե բոլոր զոհվածները շնչահեղձ են եղել հարձակմանը հետևած հրդեհի պատճառով։ Եվս 54 մարդ շմոլ գազից թունավորվել է, շատերը վնասվածքներ են ստացել կազինոյից փախչելու ժամանակ սկսված իրարանցման ընթացքում։ Ոստիկանության տվյալով հարձակվողը ոչ թե ահաբեկիչ է եղել, այլ կողոպտիչ, նա ինքնասպան է եղել։ Հարձակման պատասխանատվությունը շտապել է ստանձնել Իսլամական պետություն խմբավորումը, սակայն Ֆիլիպինների ոստիկանապետը համոզված է, որ դա արվել է քարոզչական նպատակով։ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է միջազգային տնտեսական համաժողովը, որին մասնակցում են 12,000 մասնագետներ, այդ թվում տարբեր երկրների նախարարներ, աշխարհում ազդեցիկ գործարար ընկերությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ։ Լիսաբոնից Վլադիվաստոկ կոչվող համաժողովի նպատակն է աջակցել փոքր ու միջին բիզնեսին, ինչպես նաև Լիսաբոնից Վլադիվաստոկ ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու հեռանկարին։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Բեյրութի էլիտար թաղամասերից մեկում անհայտ անձինք կրակ են բացել հայ գործարար Հարութ Քֆերքյանի ուղղությամբ։ Գործարարն ուսի շրջանում վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Լիբանանյան պետական NNA գործակալության տվյալով նրա վիճակը կայուն է։ Դեպքի մանրամասները ճշտելու համար կատարվում է հետաքննություն։ Վանաձորում վերելակի հորն ընկած 14-ամյա Լուսինեի վիճակը կայուն է միջին ծանրության։ Օրակարգին Սուրբ Աստվածամայր բուժ կենտրոնից հայտնել են, որ երեխան գիտակցություն ունի, առաջիկայում կենթարկվի ոտքերի 2 ծայրանդամների վիրահատության։
Մեկնարկել է աշտարակ Թալին 42 կիլոմետրանոց ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնապատումը։ Շինարարությունն իրականացվում է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանշ 2-ի շրջանակում։ Վերանորոգումից հետո աշտարակ Թալին ճանապարհահատվածի երկշարք ճանապարհը կփոխարինվի քառաշարքով։ Շինարարությունն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի տրամադրած $180 միլիոն վարկային միջոցների հաշվին։ Հայաստանը կարող է լինել հարսանեկան ճամփորդության կամ քայլարշավների երկիր։ Ֆիլիպինցի լրագրողները մեր երկիրը ոտքի տակ են տվել, զարմացել, հիացել ու խոստովանել։ Մինչև Հայաստան գալը կարծել են, որ այն կարող են ներկայացնել որպես սրբավայր, սակայն այստեղ գտնվելով հասկացել են, մեր երկիրը ունի բազմաթիվ հմայքներ, որոնցով կարող է հետաքրքրել ֆիլիպինցիներին։ Ֆիլիպինցի լրագրողներն ազգային լեզվով հրավիրեցին համերկրացիներին Հայաստան։ Զբոսաշրջային Հայաստանի ներկայությունն ավելի քան 100 միլիոն բնակչությամբ երկրում շուտով կապահովեն առաջին անգամ մեր երկիր ժամանած լրագրողները։ Ես առաջին ֆիլիպինցիներից կլինեմ, որ սոցիալական կայքերում ցույց կտամ Հայաստանի գեղեցկությունն ու հետաքրքրությունը, եւ մարդիկ տեսնելով իմ լուսանկարներն ու ֆիլմերը կասեն. «Օ, ես անպայման պետք է գնամ Հայաստան»։ Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ Հայաստանը ճանաչելու եկած ֆիլիպինցիները շատ բան չգիտեն մեր երկրի մասին, բայց խոստանում են հասցնել ճանաչել եւ Ֆիլիպիններում Հայաստանը դարձնել туриզմի գրավիչ ուղղություն։ Հայերի բազմադայրյա պատմությունը, մարդիկ, մշակույթը, ամեն բան հետաքրքիր է։ Ես ուզում եմ գտնել հայերի ու ֆիլիպինցիների նմանություններն ու տարբերությունները եւ խոսել այդ մասին։ Տարեցտարի մեծանում է ֆիլիպինցիների հոսքը Հայաստան 2015-ին 994, 2016-ին 8484, 2017-ի հունվար-ապրիլ ամիսներին 5914 ֆիլիպինցի է հատել Հայաստանի սահմանը։ Ֆիլիպինցի լրագրողները զինված են կարևոր ամեն ինչ իմանալու վստահությամբ։ Մի քանի օր ունենք բացահայտումների համար, մշակույթ, պատմություն, գիտություն, խոհանոց, մարդիկ, ամեն ինչ։ Ֆիլիպինցիները սիրում են ճամփորդել նոր ուղղություններով։ Հայաստանը հրաշալի երկիր է տուրիստին հետաքրքրելու համար։ 3 օր հյուրերը կշրջեն Հայաստանի հոգևոր մշակութային վայրերում եւ վերադառնալուն պես կպատմեն մի երկրի մասին, որն առայժմ անծանոթ է Խաղաղ օվկիանոսյան հրե օղակում։ Նկարահանման վերջում ֆիլիպինցի լրագրողները յուրացրել էին հայերեն 2 բառ։ Եկեք Հայաստան։ Լիանա Կարապետյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Հայաստանի հանրային եւ Մերձավոր Արևելքի հայաշատ երկրի Լիբանանի Ալ-Մայադան հեռուստաընկերությունները միասին աշխատելու նոր պայմանավորվածություն ունեն։ Այն թույլ կտա զբաղվել համատեղ հաղորդումների արտադրությամբ, կարևորագույն միջոցառումների, փառատոնների, մրցույթների մասին տեղեկություն ու փորձ փոխանակել։ Հուշագիրը ստորագրել են առաջին ալիքի գործադիր տնօրենն ու Ալ-Մայադինի ղեկավարը։ Մենք մեկ տարի քննարկել ենք ինչպես կարող ենք միասին աշխատել, որ ոլորտում, թերևս լրատվական դաշտում, փոխադարձ վավերագրական ֆիլմեր պատրաստելու դաշտում, եւ վստահ եմ, որ այս համագործակցությունը եւս կգա աջակցելու ոչ միայն հանրային հեռուստաընկերությանը, այլ նաեւ լիբանանյան հեռուստաընկերությանը եւս, եւ սա շատ կարեւոր է, որքան շատ ընկերներ, որքան համագործակցության մեծ տարածքներ եւ ոլորտներ, այնքան հեռուստաընկերությունը շատ ավելի բազմազան ու հետաքրքիր կարող է լինել։ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը կանգնեցվել է Սյունիքի դարբաս համայնքում։ Միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց հիշեցնող կոթողը նվիրված է Արցախյան ազատամարտում զոհված տղաների հիշատակին։ Որպես հերոս պաշտպանելիս հոգն այրենի, աղ չլիներ պատերազմը, ես էլ պապիկ կունենայի։ Թորնիկները հպարտ են, այսուհետ Շամբի կենտրոնական հրապարակը պապի անունով կկոչվի։ Համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը երկրապահ է եղել եւ զինվորական դեռ 90-ականներից սկսած, հետո քառօրյա պատերազմ։ Այս գեղեցիկ սրբավայրի նախաձեռնությունը դեռևս Մայիս Միրզոյանի կենթանության ժամանակ էր։ Սակայն ճակատագիրը այնպես ստացվեց Մայիս Միրզոյանի, որ ինքն էլ արժանացավ այս սուրբ խաչին։ Դարբաս համայնքը հրապարակը բարեկարգել եւ Արցախում զոհվածների հիշատակին խաչքար է կանգնեցրել հանգանակությունների շնորհիվ։ Երից սպարկա ղեկավարությանը այն համայնքի, որը կարողանում է հավերժացնել իր զինվորի, իր մարտիրոսված տղաների հիշատակը։ Քանդակագործը, որ երկրորդ կյանք է տվել Ջուղայի խաչքարերից մեկին, իր գործով հաստատել ու ասում է, պատմությունը չի ջնջվում։ Վարպետ Գրիգորի ձեռամբ մեզանից մոտ 600 տարի առաջ կանգնեցված
խաչքարի նման մի խաչքար դրեցինք մեր այսօրվա զոհերի հիշատակին։ Պարգևատրումներ, մեծարանքի խոսքեր ու լուռ երթում սրբորեն պահելու զոհվածների հիշատակը եւ շարունակելու նրանց գործը։ Աննա Ավետիսյան, Մհեր Մանուչարյան, օրակարգ։ Կյանքն առանց երջանկության ոչինչ է, բանաստեղծուհի Սոնա Վանն այս բանաձևը բերել ու դարձրել է անապատին ուղղված իր լիբրետոյի հիմքը։ Ժողովածուն 12 լեզվով աշխարհին պատմում է ցեղասպանությունից փրկված հայերի ճակատագրի մասին, նրանց, ովքեր մահը կնախընտրեին գաղթականի կյանքից։ Մեզ հետ պատահած ցեղասպանությունը միայն զոհերի աշխարհագրական անունների ու թվերի վիճակագրություն չէ, դրանց հետևում մարդկային ճակատագրեր են, մահից էլ ծանր մարդկային ցավ։ Հենց այդ ցավը շոշափելու չափ ընթերցողին է մոտեցնում Սոնա Վանը իր լիբրետո անապատի համար գրքի բանաստեղծություններով։ Իրական մարդկային տառապանքի մասին կարող ենք տեղեկանալ միայն բանաստեղծության միջոցով, որովհետև պոետը մոլորակի տիեզերքի ցավի կրողն է։ Տիեզերքի տառապանքը անցնում է պոետի միջով եւ բյուրեղանում է նրա տողի մեջ, կարողանալով ստեղծել մի զգացողություն, որը համամարտկային է։ 18-ամյա դեռատի աղջնակի հարսանեկան զգեստն ու քողը թուրք ժանդարմը նետում է պատուհանից։ Քողը ծխնելույզ անցնելով մրվում է, սևանում ու դառնում կարծես 100 հազարավոր կանանց ցեղասպանության ձեռքով ընդհատված երջանկության խորհրդանիշը։ Սոնա Վանն ասում է, մինչև հիմա կրում է հորաքրոջ դեռատի հարսի քողի հիշողությունը, որից հյուսել է լիբրետոն անապատի համար։ Ես կցանկանայի, որ աշխարհում որևէ հարս չունենար այն ճակատագիրը, ինչ վիճակվեց իմ հորաքրոջը եւ 100 հազարավոր այլ կանանց եւ աղջիկների։ Կուզեի, որ աշխարհում երբևիցե չընդհատվեր երջանկությունը, մարդկային երջանկությունը, ոչ միայն կանացի երջանկությունը։ Կյանքն առանց երջանկության ոչինչ է, ասում է Սոնա Վանն ու հիշում քահանա պապի խոսքը։ Մեռնելու բազմաթիվ ձևեր կան, մահը դրանցից ամենաանցավն է։ Այդ անցավ մահն էին երազում ցեղասպանությունից փրկվածները, որոնց ֆիզիկական գոյությունը ամենևին փրկություն չէր, այլ խեղված ճակատագրի կորցրած երջանկության անվերջանալի տառապանք։ Ես որ կարդում էի, ես գիտես ոնց որ ոտերիս տակ անապատի այդ ավազը զգում էի։ Եվ կարծես այդ ավազի տակ ինքը սկանչելի տող ունի, որ ինքը ականջը դնում է ավազներին եւ լսում է այն ճիչերը, որոնք գալիս են նրա առաջ ուրվականի տեսքով, որովհետեւ ոչ մի ճիչ չի կորում իրականում եւ ոչ մի ցավ մարդկային չի կորում եւ գենետիկորեն անցնում է։ Լիբրետո անապատի համար գիրքը թարգմանվել է 12 լեզվով, այդ թվում թուրքերեն։ Լույս է տեսել նաև անգլերեն տարբերակ։ Նա արտիստ է եւ որպես արտիստ մեր պարտականությունն է տրամադրություն ստեղծել հասարակության մեջ, այլ մշակույթների հասցնել իրականությունը։ Սոնա Վանն իր գրքով աշխարհի 12 լեզվով քարոզում է կյանքի իրավունքից չտարանջատել երջանկության իրավունքը։ Դրանք նույնն են, կյանք չկա առանց երջանկության։ Այն պահին, երբ մարդիկ հասնեն այդ գիտակցությանը, չեն լինի պատերազմներ, ու մարդու գոյության միակ կերպը կլինի երջանկությունը։ Լիլիթ Ցեթրակյան, Էդուարդ Պետրոսյան, օրակարգ, Միացյալ Նահանգներ։ Գեղանկարիչ Զուլում Գրիգորյանն 85 տարեկան է, նրան Հոբելյանի առիթով հանրապետության նախագահն է շնորհավորել։ Իր ուղերձում նախագահ Սարգսյանը նշել է, որ Զուլում Գրիգորյանի գեղանկարների հոգեբանական խորությունն ու ներքին դրամատիզմը հուզում են արվեստասերին, իսկ հայրենի եզերքին հայ մարդուն զոնված նրա գործերը նոր խոսք ու գեղագիտական մոտեցումներ են մեր կերպարվեստում։ Օրը հոբելյանական է նաև Երվանդ Ղազանչյանի համար, ժողովրդական արտիստը նշում է 80-ամյակը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան մաղթել նոր ստեղծագործական ձեռքբերումներ։ Քաղաքացու եւ մտավորականի սիրված ու գնահատված արվեստագետի բարձր առաքելությամբ դուք շարունակում եք արարել լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին, քարոզելով բարություն ու մարդասիրության անանց արժեքները, ասված է հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում։ Հաջորդ թեմայի մասին առավոտյան 10-15-ին մեր սեյսմոլոգիական ցանցում գրանցվել է օջախի 12 կիլոմետր խորությամբ 4.4 մագնիտուդով երկրաշարժ ադրբեջանական Մինգեչաուր քաղաքից 60 կիլոմետր հյուսիս-արևելք, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 5-6 բալ։ Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում 3 բալ ուժգնությամբ։ Անգլիայի Գլոստերշիր կոմսությունում կայացել է պանիր գլորելու ամենամյա մրցույթը։ Պանիրը 180 մետր բարձրությունից ներքև է գլորվել ժամում 112 կիլոմետր արագությամբ։ Մրցույթի մասնակիցները այն բռնելու համար ստիպված են եղել վազել բլուրն ի վար, ավելի հաճախ գլորվել։ Նրանցից շատերը տեղ են հասել ուղեղի ցնցումներով ու տարբեր վնասվածքներով։ Տղամարդկանց ու կանանց թիմերի հաղթողները որպես մրցանակ մեծ գլուխ պանիրներ են ստացել։
Եվս մեկ հետաքրքիր լուր Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանը նոր ալիք 2017 երգի մրցույթի առաջին հորիզոնականում է։ Ղրիմում կայացած մրցույթին Անահիտը առաջին տեղը կիսել է ռուսաստանցի Արինա Պետրովայի հետ։ Եզրափակիչ փուլին մասնակցել է աշխարհի 11 երկրի 13 կատարող։ 13-ամյա Անահիտը Իգոր Կրուտոյի երաժշտական ակադեմիայի սան է 2016-ին կայացած մանկական Եվրատեսիլի երկրորդ տեղի մրցանակակիր։ Այսքանը մեր հաջորդ թողարկումը երեկոյան 5-ին է, հանդիպելու ենք այդ ժամին։